Ի սկզբանե այդ ջրամբարի բացումը պետք է տեղի ունենա նախարարների մակարդակով։ Իրանի խորհրդարանի անդամ Քեմրան Ղոզանֆարին է հրապարակել տեղեկությունը, թե գրեթե 1.5 տարի առաջ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի ողբերգական ավիավթարի օրը Ադրբեջան պետք է մեկներ ոչ թե նախագահը, այլ նախարարը, բայց Ալիևը պնդել է, որ հենց Ռայիսին մասնակցի Խուդաֆերինի հեկի բացմանը։ Դրա հետ զուգահեռ տեղեկություններ կան այն մասին, որ Ալիևը նախքան այս միջոցառումը հանդիպում է ունեցել իսրայելցի մի ռաբբի հետ, որտեղ ինքը տեղեկացվել է, որ Իսրայելը պատրաստվում է գործողություններ իրականացնել Իրանի դեմ։ Ապացույցները հայտնվել են Իրանի հետախուզության ձեռքում, դրանք Միացյալ Նահանգների փաստաթղթերն են, որտեղ նշված է, որ Իսրայելը պատրաստվում է գործողությունների Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, եւ որ այդ գործողություններն արդեն ծրագրված են, դրանց մասնակցելու է նաեւ բրիտանական ծառայությունը։ Եվ Ադրբեջանը որպես այդ պլաստարմը, այդ հարթակը, որտեղից այդ գործողությունները տեղի են ունենում։ Այս բացահայտումը վերջին օրերի ընթացքում կատարվել է, լայն տարածում է գտել եւ քննարկման առարկա է։ Բայց Իրանի պաշտոնական օդում ավիավթարի միակ պտտվող տարբերակը քննիչ հանձնախմբի վերջնական եզրակացությունն է։ Վթարը տեղի է ունեցել մառախուղի պատճառով։ Երկու ուղղաթիռները շարժվում էին գրեթե միասին, մեկը բարեհաջող անցել է եւ մյուսը ընդամենը 1-2 րոպեի տարբերությամբ վթարի է ենթարկվել։ Սրանք բոլորը հարցական նշաններ են։ Միևնույն ժամանակ Իրանը չի զսպում ավիավթարի հետ կապված այլ վարկածների շրջանառությունը։ Իսրայելական ծրագրին ադրբեջանական մասնակցության մասին լուրերը հենց ավիավթարի օրից են տարածվում ու Շահնազարյանի խոսքով ոչ պատահական։ Այս արտահոսքն էլ հենց այնպես չէ։ Այսինքն այնպես չէ։ Այսօր ես քնեմ, վաղ առավոտյան արթնանամ եւ որոշեմ բացահայտում անեմ, փաստեր գա իմ ձեռքս։ Սա այդ դիվանագիտական, քաղաքական նուրբ արճակատումն է, որը ընթանում է տարածաշրջանում եւ մենք պետք է դա դիտարկենք այն ամբողջ զարգացումների ֆոնին, որոնք այս տարածաշրջանում տեղի են ունենում։ Ավիավթարի ոչ բնական պատճառների մասին վստահաբար գիտեն նաև Իրանի իշխանությունները, հետաքննող մարմինները, բայց ըստ Շահնազարյանի քաղաքական ու դիվանագիտական նրբությունները ստիպել են աչք փակել բոլոր փաստերի վրա։ Բոլորն էլ խոսում էին այդ օրերին, որ դիվանագիտական այսպես նրբություններից ելնելով, հաշվի առնելով լարված իրավիճակը արևմուտքի հետ հարաբերությունների, հաշվի առնելով տարածաշրջանում անկայուն պայմանները, որ կան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունները, գոժապնակի իշխանությունները չէին ցանկանում ավելի սրել հարաբերությունները Ադրբեջանի հետ, այս փաստերը այս ամեն ինչի մասին լռեցին։ Իրանի իշխանությունների լռությունից 1 տարի անց Իսրայելը պատերազմ սկսեց Իրանի դեմ հրթիռային հարվածներ հասցնելով Իրանին նաև սահմանակից երկրներից մեկից, հայտարարել է Իրանի սահմանապահ ոստիկանության հրամանատար գեներալ Ահմադ Ալի Գուդարզին, ըստ Մեհր գործակալության։ Ըստ իրանցի պաշտոնյայի տեղեկությունների, հակամարտության ընթացքում իրանցի սահմանապահները հարևան երկրներից մեկի տարածքում արձանագրել են 3 միկրոավտոբուս, որոնցից գործարկվել են անօդաչու եւ փոքր թռչող սարքեր։ Այդ երկիրը կարող է լինել Ադրբեջանը։ Լիլիթ Սարգսյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։